Մենք բոլորս տարբեր ենք, և դա հրաշալի է։ Որոշ տարբերություններ շատ հեշտ է նկատելը։ Օրինակ հասակը, կամ աչքերի գույնը, կամ մազերի ձևը, բայց կան տարբերություններ, որոնք հեշտ չի տեսնելը։ Սիրելի ուտելիքը, վախերը, կամ յուրահատուկ ընդունակությունները։ Մենք բոլորս տարբեր կերպ ենք տեսնում աշխարհը։ Օրինակ, նայեք այս նկարին և ասեք, թե ինչ եք տեսնում այնտեղ։ Մարդկանց մեծամասնությունը բադ է տեսնում, բայց որոշ մարդիկ տեսնում են ճագար։ Ինչ էլ տեսնես, դու հաղթող ես։ Եվ բնականաբար չի։ Սա պարզապես վարժություն էր, որ տեսնես, թե որքան տարբեր է մեր ուղեղը։ Ուղեղը քո մարմնի համակարգիչն է։ Այն տարբեր կերպ է աշխատում բոլորի դեպքում և կառավարում է այն, թե ինչպես ենք մենք սովորում, և դա է պատճառը, որ մենք տարբեր կերպ ենք սովորում, և նաև տարբեր հույզեր ենք ունենում։ Եվ որ ամենակարևորն է, մենք տարբեր կերպ ենք հաղորդակցվում։ Մեր ուղեղն ազդում է մեր զգայությունների վրա։ Եվ դրանից է կախված այն, թե մենք ինչպես ենք ընկալում իրականությունը և հասկանում իրավիճակները։ Կա մի երևույթ, որը կոչվում է աուտիզմ։ Շատ մարդիկ ունեն աուտիզմ, և նշանակում է, որ քո շրջապատում էլ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն աուտիզմ։ Եվ դա է պատճառը, որ քեզ օգտակար կլինի մի փոքր ավելի մանրամասն իմանալ աուտիզմի մասին։ Աուտիզմով մարդկանց ուղեղը երբեմն հնարավորություն է տալիս նրանց ավելի լավ կատարել այն վարժությունները, որոնք մեր համար դժվար են։ Օրինակ, մաթեմատիկան, նկարչությունը կամ երաժշտությունը, և կարող է լինել նաև հակառակը։ Այն ամենը, ինչ մեր համար շատ հեշտ է թվում, նրանց համար կարող է լինել դժվար։ Օրինակ, ընկերներ ձեռք բերելը։ Զգայությունները ինֆորմացիա են ուղարկում մեր ուղեղին մեր շրջապատի և այլ մարդկանց մասին, բայց երբեմն լինում է այնպես, որ մեր զգայությունները և մեր ուղեղը լավ չեն համագործակցում։ Այս դեպքում ուղեղն ավելի անհանգիստ է դառնում և դա ազդում է նրա վրա, թե մենք ինչպես ենք տեսնում աշխարհը։ Փորձենք պատկերացնել, որ դու իջնում ես փողոցով։ Պատկերացրեցի՞ր։ Հիմա փորձիր տեսնել, թե ինչպես է աուտիզմով մարդը տեսնում այդ նույն պատկերը։ Եվ ինչ է զգում փողոցով քայլելիս։ Ցավոք սրտի շատ դեպքերում մարդը չի կարողանում ասել, թե ինչ է ինքը զգում։ Եվ անգամ այն դեպքում, երբ աուտիզմով մարդու ուղեղում քաոս է, արտաքինից թվում է, թե ամեն ինչ նորմալ է նրա հետ, և նա չի կարողանում մեզնից օգնություն խնդրել։ Մենք բոլորս կամային ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեզ ավելի հանգիստ զգանք լարված իրավիճակներում։ Մենք կարող ենք նայել մի կողմ, կարող ենք շոյել ինքներս մեզ, կարող ենք եղունգները կրծել և այլն։ Աուտիզմով մարդիկ նույնպես այնպիսի վարքագիծ են ձևավորում, որն օգնում է նրանց հանգստանալ։ Օրինակ, նմանատիպ գործողությունները, որոնք կողքից կարող են թվալ անսովոր, բայց դրանք օգնում են նրանց հանգստանալ։ Երբ տեսնում եք նրանց նմանատիպ վարքագիծ դրսևորելիս, նշանակում է նրանք ինչ-որ դժվար ապրումներ ունեն։ Այդ ամենն օգնում է նրանց, որպեսզի նրանք կարողանան որոշակի առումով հանգստանալ։ Բայց սա պատճառ չի նրանց ծաղրել։ Հիշիր, եթե օրինակ PlayStation-ը չի կարողանում կարդալ Xbox խաղի ձայնագրիչները, դա չի նշանակում, որ այն փչացած է։ Աուտիզմով մարդիկ ունեն այլ մարդկանց կարիք, ովքեր կհասկանան իրենց։ Մի փոքր համբերություն է պետք և լավ հաղորդակցման հմտություններ, և բոլորը կշահեն։ Աուտիզմով մարդիկ հիվանդ չեն։ Նրանք պարզապես այլ կերպ են ճանաչում աշխարհը։ Եվ եթե կարողանանք մի փոքր օգնություն ցույց տալ նրանք ցույց կտան իրենց աշխարհը մեզ։ Աուտիզմը կարող է հրաշքներ գործել։